ըստ Աստվածաշնչի ում հետ պետք է չընկերանալ։ Առաջինը վատ վարք ունեցող եւ չար մարդկանց հետ։ Ա Կորինթացի 15:33 խոսքը։ Մի խաբվեք, չար ընկերակցությունները ապականում են բարի վարքերը։ Երկրորդը չընկերանանք անիրավի հետ, որ չմոլորվենք։ Առակաց 12:26 խոսք։ Արդարը ճանապարհ է ցույց տալիս իր ընկերին, բայց ամբարիշտների ճանապարհը իրենց կմոլորեցնի։ Երրորդը չընկերանանք բարկացկոտ մարդու հետ, որ այդպիսին չդառնանք։ Առակաց 22:24 խոսք։ Մի ընկերանա բարկության տեր մարդի հետ եւ բորբոքվող մարդի հետ, որ միգուցե սովորես նրա ճանապարհները եւ օրոգայթ ստանաս քո հոգու համար։ Եվ չորրորդը չընկերանալ այն մարդկանց հետ, ովքեր չեն ապրում կարգապահ ձևով։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 3:6 համարը։ Եվ պատվիրում ենք ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ ետ քաշվեք ամեն մարդուց, որ անկարգ է վարվում, եւ ոչ թե այն պատվիրանքի պես, որ ընդունեցիք մեզանից։ Աստված միշտ մեզ հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով։ Այստեղ շատ մանրամասն ու ճիշտ գրված է ամեն քայլում մենք ոնց կարող ենք վարվել, որպեսզի ճիշտ ապրենք այս կյանքը։ Ուղղակի մեզ պետք է գոնե օրական մեկ անգամ սա կարդալ։ Ու ես վստահ եմ, բացի օգուտից վնաս չկրի։